Ասեմ ձեզ, այո, շատ լավ հարց եք տալիս, գեղամա լեռներն եմ շատ սիրում, շատ։ Դա գուցե նրան կոտայքով է պայմանած, Հատիս լեռան շրջակայքը եւ այդ մասով Սևաբերդով ակնալիճի ճանապարհը, ապա նաեւ Լեռնանիստով դարձյալ կոտայքի Հրազդանի տարածաշրջանում է Լեռնանիստը, այդ հատվածով ակնալիճի ճանապարհը եւ Կարմիր Սարի, Կարմիր Կատարի եւ Գեղամա լեռների կոտայքի մասի այդ լանջերը շատ եմ սիրում, շատ մինչև պետական պաշտոններ ունենալը շատ եմ դեգերել տարածքներով, բազմաթիվ վիշապաքարեր եմ հանդիպել նաև նախամարդու կեցավայրեր եմ հանդիպել, որոնք մի մասը հաշվառված են, մի մասը հաշվառված չեն։ Այդ մասն եմ շատ սիրում, դե բնականաբար իհարկե չեմ կարող մատնանշել Գառնու տարածաշրջանը, Գառնու կիրճը, չմատնանշել ներողություն։ Շատ եմ սիրում Հանքավանի հատվածը, որպես հայկական Շվեյցարիա Մարմարիկի ջրամբարով պայմանավորված այդ հատվածը անզուգական է տարվա բոլոր եղանակներին, Գարունի իր համայնքով, ձմեռը, այդ ձյունացած շղթաները, այնտեղ նաև ջրաբանական արգելավայր կա ՇՄՆ-ի ուրեմն ենթակայության տակ, Հանքավանի վերևում այդտեղ չնաշխարհիկ բնություն ունենք, Արձաքանի կիրճն եմ շատ սիրում Աղվերանի այդ տարածաշրջանը, դարձյալ այդտեղ ահագին չբացահայտված գողտրիկ անկյուններ կան, այդ հուշարձաններ կա ու իրականում Վանոն մի լավ խոսք ուներ երջանկահիշատակ, որ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է, այո, ես մանրամասն սիրում եմ մեր երկիրը։